ամբիոն եւ ասեցի, գիտեք ինչ, տնտեսական անվտանգություն, այո, անհրաժեշտություն է, այլապես դու չես ունենա քաղաքական անկախություն կամ պետական անկախ միավոր որպես եւ այլ, որովհետեւ ամեն ինչ տնտեսությամբ է, հա, սեփականության ձևով է։ Այսօր Հայաստանում բոլոր ռազմավարական նշանակության միավորները օտար ընկերությունների ձեռքերում են կամ այն օլիգարխիկ անհատների ձեռքում են, որոնց գումարները գտնվում են օտար բանկերում, որը մեկ րոպեում եթե արևմտյան է կարող է սառեցվի, եթե ռուսական է, ապա էլի կարող է չունես։ Այս պարագայում նորից հարվածի տակ է գալիս համ ինքը, համ է կարծես ամբողջ ունեցվածքը, որ Հայաստանի ռազմավարական նշանակության անկյունաքարային խնդիր է։ Այո, ես ամբիոնից ասացի, որ տնտեսական անվտանգությունը անհրաժեշտություն է, սակայն դա անմիջականորեն պետք է աղերսվի, առնչություն ունենա մշակութային անվտանգության հետ, որովհետև մեր ժողովրդի մեծամասնությունը չգիտի, թե ինքը ով է։ Մեր պատմության, գրականության, հայագիտության հետ կապված ուրեմն դասագրքերը, եթե մենք ենք ասում, մեր եմ ասում, այդ նշանակում է աշխարհասփյուռ մոտ 10 միլիոն հայերի։ Բազմաթիվ խայտաբղետ դասագրքերով են, հա, սովորում եւ ընդհանրական չկա ով ես դու, ինչ ես սիրում, որն է քո գիծը, որն է դուք հասկանում եք նույնիսկ այս ամերիկացիները, որ եղած չեղած 200-300 տարվա պատմություն ունեն